ցամաքային հարձակում Պարսկաստանի վրա Պարսից ծոցից անիմաստ է, որովհետև հիմնական որոշում կայացնող կենտրոնները գտնվում են ոնց որ Իրանի կենտրոնական մասի հյուսիսում, եւ այնտեղ ավելի հեշտ է երևի թե Կասպից ծովից ներխուժել, քան Պարսից ծոցից։ Ցամաքային օպերացիան կարա նշանակություն ունենա միայն եթե դուք մոտ 200-300 հազարանոց կորպուս կամ տենց առանձին վերցրած միավորված ստորաբաժանում նստածնեք Պարսից ծոցի պարսկական ափի վրա հորմուզով բանով որպեսի ձերբազատ էլ իրականում չի երաշխարում, որտեղ թեւավոր հրթիռները կարճ թռնող թեւավոր հրթիռները Իրանի քանակով շատ են եւ ծավալներով փոքր, գաբարիտներով փոքր, այսինքն մենք տեսել ենք, որ նույնիսկ պիկապների վրայից են